Մաշկողը Աբխազական հեքիաթ։ Երեք աղքատ եղբայր են լինում։ Երեքով էլ միասին են ապրում։ Մի անգամ ավագ եղբայրն ասում է. Գնամ որևէ տեղ հովվություն կամ բատրակություն անեմ։ Մի քիչ փող աշխատեմ, որ անասուն գնեմ։ Պատրաստվում է ու ճամփա ընկնում։ Շատ է գնում թե քիչ, վերջապես ճանապարհին հանդիպում է մի մարդու։ Նա մի ժլատ հարուստ էր, անունը Մաշկող։ Սա էլ հենց էժան վարձով հովիվ էր փնտրում։ Ուր եւ ինչի համար ես գնում, հարցնում է Մաշկողը։ Գնում եմ աշխատանք փնտրելու, պատասխանում է աղքատը։ Ուզում եմ փող աշխատել ու անասուն գնել։ Դե գնանք ինձ մոտ, ասում է նրան Մաշկողը։ Մինչև առաջիկա գարուն կաշխատես ինձ մոտ որպես հովիվ։ Իսկ գարնանը, երբ կկունձենացի, կստանաս այնքան վարձ, որքան պետք է անասուն գնելու համար։ Ավագ եղբայրը համաձայնվում է։ Բայց վարձի մասին համաձայնելուց հետո Մաշկողն ասում է. Այսօրվանից դու կծառայես ինձ մոտ, բայց ես այսպիսի սովորություն ունեմ։ Մեզնից ով առաջինը բարկանա, նրա մեջքից մի զոլ կաշի պիտի պոկել։ Եթե առաջինը ես նեղանամ, դու իմ մեջքից մի զոլ կաշի պոկիր, եթե դու, ես կպոկեմ։ Այս բանը ավագ եղբորը դուր չի գալիս, բայց ինչ կարող էր անել։ Ստիպված համաձայնում է, և նրանք գնում են տուն։ Երեկոյան նրանք ընթրում են և պարկում քնելու։ Մյուս օրը վաղ առավոտյան Մաշկողը մոտենում է հովվին և ասում. վեր կաց, շուտ վեր կաց, գնա ու արտս վարի։ Ինչպես թե տեր իմ, պատասխանում է հովիվը։ Չէ որ դու ինձ որպես հովիվ ես վարձել, ինչու ես ուղարկում արտը վարելու, ես այդ չեմ կարող անել։ Եվ հովիվը որոշում է հեռանալ, բայց Մաշկողը նրան ասում է. Տեսնում եմ, որ դու արդեն բարկանում ես։ Եվ նա հովվին ցած է գլորում ու մեջքից մի զոլ կաշի պոկում։ Ավագ եղբայրը այդ վերքից որոշ ժամանակ տանջվելուց հետո մեռնում է։ Դրանից հետո շատ չանցած փող աշխատելու համար ճանապարհ է ընկնում երկրորդ եղբայրը։ Սա նույնպես հանդիպում է Մաշկողին։ Ծառայության մասին համաձայնության գալուց հետո հարուստը նորից առաջ է քաշում իր պայմանը. ով առաջինը բարկանա, նրա մեջքից մի զոլ կաշի պոկել։ Դե աղքատն ինչ կարող էր անել։ Նա համաձայնում է։ Հարուստը նրան տանում է իր տուն։ Երեկոյան նրանք ընթրում են ու պարկում քնելու։ Մյուս օրը վաղ առավոտյան տերը հովվին ասում է. Վեր կաց, գնա արտս վարիր։ Ոնց թե, չէ որ ես վար անելու չեմ եկել, պատասխանում է հովիվը և ուզում է հեռանալ։ Բայց Մաշկողն ասում է. Ահա, դու էլ բարկացար։ Եվ հովվի մեջքից էլի մի զոլ կաշի է պոկում։ Ցավից մեռնում է նաև միջնեկ եղբայրը։ Կրտսերը երկար սպասում է եղբայրներին և այլևս չհամբերելով նա էլ է գնում աշխատանք փնտրելու։ Շատ է գնում թե քիչ, ճանապարհին հանդիպում է Մաշկողին։ Ուր ես գնում երիտասարդ, հարցնում է Մաշկողը։ Աշխատանք փնտրելու։ Եկ ինձ մոտ, հովվություն արա։ Ինչ կա որ, դեմ չեմ, անասուններդ կարածացնեմ։ Վարձի մասին համաձայնելուց հետո պայմանաժամը որոշում են մինչև գարնան կկվի ձենածելը։ Այստեղ Մաշկողն էլի ասում է. Այժմ լսիր իմ պայմանը։ Երբ դու բարկանաս, ես քո մեջքից մի զոլ կաշի պիտի պոկեմ։ Իսկ եթե ես բարկանամ, դու կպոկես։ Կրտսեր եղբայրն ասում է. Լավ, ես համաձայն եմ, ընդունում եմ քո պայմանը։ Դրանից հետո ճանապարհվում են դեպի Մաշկողի տունը, ընթրում են ու պարկում քնելու։ Հետևյալ օրը առավոտյան Մաշկողը ասում է հովվին. Գնա,
Գնա արտս վարի։ Իսկ որտեղ է արտը, դու ինչով պետք է վարեմ, քնաթաթախ հարցնում է հովիվը։ Ահա, եզները լցված պատրաստ են։ Իսկ դեպի արտը քեզ կտանի իմ շունը։ Պիրպիլը, պատասխանում է մաշկողը։ Պիրպիլը արջևից կվազի, իսկ երբ կմոտենա իմ արտին, կկանգնի եւ կսկսի թաթերով հողը ճանկռել։ Հենց այդտեղից էլ կսկսես վարել։ Հովիվը վերցնում է արորը եւ գնում շան ետևից։ Պիրպիլը վազում եւ հանկարծ անտառի մեջտեղում կանգ է առնում եւ սկսում է հողը քանդել։ Ալիշկյատիրը հոգի տառնի, հենց անտառի մեջտեղում պիտի չանկռե իր հողը, գոռում է հովիվը եւ կտրում շամպոչը։ Պիրպիլը կաղկանձելով ետ է դառնում տուն։ Երբ տուն է հասնում, մաշկողը նկատում է, որ շամպոչը կտրված է։ Եթե այս բանը իմ հովիվն է արել, լավ չի, բայց ոչինչ, սպասենք, տեսնենք, թե մինչև երեկո էլ ինչ է անելու, մտածում է մաշկողը եւ մնում է տանը։ Իսկ հովիվն այդ ժամանակ մի փոքր տեղ մաքրելով կրակ է անում եւ գնում անտառից այն կողմ երևացող հանգստատեղը։ Այնտեղ հանգստանում էին հարևան վարանողները։ Հովիվը մոտենում է նրանց եւ ասում. «Այնտեղ անտառում ուր կրակ է վառվում, կեսօրին ես ուզում եմ այտարին զոհ մատուցել։ Եկեք այնտեղ։ Ես մատաղի համար լավ եզներ ունեմ։ Մենակ դժվարությամբ գործը գլուխ կբերեմ։ 2 ջահելի ուղարկեք ինձ օգնության»։ Ինչպես չուղարկենք մեր ջահելներին այս մարդուն օգնելու, որը այտարին զոհ է մատուցում, պատասխանում են վարանողները եւ 2 հոգու ուղարկում են նրա հետ։ Շնորհակալ եմ ձեզնից, շատ շնորհակալ եմ, պատասխանում է հովիվը։ Չմոռանաք կեսօրին գալ անտառ։ Հովիվը օգնականների հետ գալիս է ընտրած տեղը եւ անցնում գործի։ Եզները մորթում են, մաշկում, արորն էլ ջարդում են կպչանի համար։ Հետո միսը խորովելով դարսում են տերևների վրա։ Կեսօրին բոլոր հովիվները հավաքվում են։ Նա ում համար զոհ ես մատուցում, թող դեպի քեզ ողորմած լինի, ասում են հյուրերը եւ սկսում ուտել։ Նրանք նստած ուտում ու զրուցում էին։ Հանկարծ հովիվը ոտքի ձայն է լսում։ Շուռ է գալիս եւ տեսնում է, որ դեպի իրենց է գալիս մաշկողի կինը։ Նա գլխին դրած սափորով ջուր էր բերում եւ հետն էլ իլիկ մանում։ Հովիվը տեղից վեր կենալով դիմում է նրան։ Ինչու ես եկել։ Իզուր ես անհանգստացել։ Ես ծարավ չեմ։ Այստեղ հանդիպեցի իմ հասակակիցներին, մի փոքր քեֆ ենք սարքել։ Դու էլ համեցիր։ Միսն առատ է։ Մաշկողի կինն իսկույն հասկանում է, որ հովիվը իրենց եզներն է մորթել։ Նա գունատվում ու այլայլվում է։ Հա, երևում է ինչ որ բանից նեղացար, հա, դիմում է նրան հովիվը։ Չէ, ինչ ես ասում, ինչի պիտի նեղանամ, իսկույն պատասխանում է մաշկողի կինը։ Շուռ է գալիս եւ շտապում դեպի տուն։ Տանը նա ամուսնուն պատմում է տեսածի մասին։ Մաշկողը գլուխը բռնում է եւ սկսում է մազերը պոկել, չի իմանում ինչ անի։ Իսկ երեկոյան ռանչպար հովիվը կացինն ու խոփը ձեռքին վերադառնում է տուն։ Իսկ ուր են եզները, հարցնում է տերը։ Այնտեղ ուր տարավ ինձ քո պիրպիլը, հանդիպեցի իմ հասակակիցներին եւ ուրախություն ու քեֆ սարքեցինք։ Եթե դու գայիր, լավ խորովածով քեզ էլ կհյուրասիրեինք։ Ինչպես, դու մորթել ես իմ եզները, գոռում է մաշկողը։ Հա, բայց ոնց որ դու բարկանում ես, հարցնում է հովիվը։ Չէ, բոլորովին, պատասխանում է տերը։ Դա միայն թվում է, բայց եւ այնպես չպետք է եզները մորթեիր։ Մյուս օրը առավոտյան, հենց որ լույսը բացվում է, մաշկողը հովվին ասում է. Այսօր պետք է այծերն արածացնես։ Եվ այնպես պիտի կշտացնես, որ երեկոյան նրանց տուն բերելիս ուրախությունից բոլորը ժպտան։ Լավ, պատասխանում է հովիվն ու այծերին քշում դեպի դաշտ։ Ամբողջ օրը նա արածացնում է այծերին, իսկ երեկոյան, երբ նրանք պետք է տուն գային,
բռնում է այծերին եւ նրանց շրթունքները խաչաձև կտրատում։ Այծերի ատամները մնում են բաց։ Այդ ձևով էլ նա քշում է դրանց դեպի տուն։ Ահա, այծերիդ կերակրել եմ, ասում է հովիվը մաշկողին։ Տես, նրանք բոլորն էլ ժպտում են։ Վայ, այս ինչ ես արել, բարկանում է հարուստը։ Ինչպես տեսնում եմ, դու պատրաստ ես բարկանալու, ասում է հովիվը։ Դե չէ, բոլորովին, ինչ ես ասում, ինչի համար պիտի բարկանամ։ Ատամների արանքից բացականչում է վախեցած մաշկողը։ Հաջորդ օրը հարուստը հովվին նորից է ուղարկում անասուններն արածեցնելու։ Այս ոչխարներին, ասում է նա, այնպես կշտացրու, որ երեկոյան տուն բերելիս նրանք պար գան։ Լավ, պատասխանում է հովիվն ու ոչխարները քշում դեպի դաշտ։ Ամբողջ օրը նրանց արածացնում է, իսկ երեկոյան տուն բերելիս ոչխարներին քշում է չոր փշերի միջով։ Ոչխարները սկսում են մայել ու ցատկոտել, այդպես էլ վազելով հասնում են տուն։ Մաշկողը ոչխարների վիճակը տեսնելով մոռանում է պայմանը եւ գոռում հովվի վրա. Այս ինչ ես արել։ Հովիվն ասում է. Դու հրամայեցիր, որ ոչխարները պարեն, նրանք էլ պարում են, իսկ դու տերիմ անտեղի ես բարկանում։ Բոլորովին էլ չեմ բարկանում, ասում է մաշկողը, այդ քեզ թվում է։ Մաշկողը տեսնում է, որ հովիվը միամիտ չէ եւ կնոջ հետ խորհրդակցում է։ Ինչ անենք, հա? Ինչպես ազատվենք սրանից։ Սա կարող է մեր տունը բոլորովին քանդել, ասում են նրանք, բայց ոչ մի բան չեն կարողանում որոշել։ Վերջապես դիմում են այսպիսի մի խորամանկության։ Մաշկողի տան առջև մի մեծ ու ստվերախիտ հաճարենի կար։ Որոշում են, որ լուսաբացին հարուստի կինը բարձրանա այդ ծառի վրա եւ կուկու կանչի։ Այդ ժամանակ նրանք հովին կասեն. Ահա, գարուն է, ժամանակդ լրացավ, կարող ես գնալ։ Անցնում է մեկ շաբաթ։ Մի օր կինը բարձրանում է հաճարենու վրա եւ սկսում կկվի նման կանչել։ Այստեղ մաշկողը կանչում է հովին եւ ասում. Ահա եւ գարունը, արդեն կկուն կանչում է, գնալու ժամանակն է։ Դեռ որտեղ է գարունը։ Այս կկուն հիմար է, անժամանակ է եկել, առարկում է հովիվը։ Դրա համար ես նրան ինչպես պետք է կպատժեմ։ Մի մեծ քար է վերցնում, թափահարում օդում եւ ուզում է խփել։ Այդ տեսնելով կինը վախենում է եւ ուզում է ծառից ցած իջնել, բայց դեմ է առնում մի ճյուղի եւ մնում կախված։ Հովիվը սկսում է ծիծաղել։ Այ այդպես, կկու մայրիկ։ Տերիմ, ախր սա ոնց որ քո կինն է, հա? Իսկ դու, ինչպես երևում է, բարկացել ես։ Ինչ ես ասում, բոլորովին, ասում է մաշկողը։ Պարավն ամուր է, նրան ոչինչ էլ չի լինի։ Մաշկողը հասկանում է, որ հովին խորամանկությամբ չի կարելի խաբել։ Նա որոշում է թողնել տունն ու տեղը եւ փախչել, որքան որ աչքը կտրի։ Միայն այսպես կպրծնենք նրանից, ասում է մաշկողը կնոջը։ Աննկատ կերպով կամաց նրանք սկսում են հավաքել իրենց թանկարժեք իրերը, որպեսզի գիշերը տեղավորեն մի մեծ սնդուկի մեջ։ Սնդուկը կդնենք սայլի վրա եւ մինչեւ լուսաբաց կհասնենք մեր բարեկամների մոտ։ Այնտեղ նա մեզ չի գտնի։ Հովիվը կռահում է այս բոլորը եւ որոշում է պատժել մաշկողին։ Նա պառկում է սնդուկի մեջ, իսկ մաշկողն ու կինը սկսում են իրենց ունեցած-չունեցածը լցնել սնդուկում։ Ամուսինները ոչինչ չեն նկատում։ Սնդուկը դնում են սայլին եւ դեռ լույսը չբացված հեռանում են տնից։ Հովիվը մնում է սնդուկում պառկած եւ այդպես էլ քնում է։ Ճանապարհին ցնցումներից նա արթնանում է եւ սկսում է ծեծել սնդուկի կափարիչը։ Վախեցած հարուստը բաց է անում սնդուկն ու տեսնում հովին։ Այստեղ նա այլևս չի կարողանում իրան զսպել եւ ճչում է. Այս ավազակից մեզ պրծում չկա։
Ահա, վերջապես դու բարկացար, ասում է հովիվն ու դուրս գալիս սնդուկից։ Դե այժմ վայ քո մեջքին։ Մաշկողն ու կինը սայլից ցած են թռչում և երկու ոտք էլ փոխ առած փախչում են տարբեր ուղղություններով։ Հովիվը սայլով վերադառնում է տուն և տիրանում է մաշկողի ամբողջ ունեցվածքին։ Նրան միայն մի միտք էր վշտացնում, և այդ այն էր, որ նա չկարողացավ ձեռք բերածը բաժանել եղբայրների հետ։